Ողջույն, ես Սուսաննան եմ, իսկ սա մեր այսօրվա ռեպորտաժն է, որը նվիրված է ժամանակակից իրականության ամենաքննարկվող թեմաներից մեկին։ Թվային աշխարհում խաղերը պարզապես զվարճանք չեն։ Դրանք դարձել են մրցակցություն, մասնագիտություն եւ երբեմն նաեւ կապվածություն։ Այսօր մեր տեսախցիկները հետևելու են երկու տարբեր երիտասարդների՝ Նարեկի եւ Լուսինեի կյանքի պատմությունների, որոնց օրերն անցնում են լրիվ տարբեր իրականությունների մեջ։ Սպորտի տեսակ, թե խաղամոլություն։ Եկեք փորձենք գտնել մեր բոլոր հարցերի պատասխանները։ You got the lights on in the afternoon when the nights are drawn out long and you're kissing to cut through the gloom with a cough drop colored tongue. You were sitting in the corner with the coats all piled high, and I thought you might be mine. In a small world unexceptionally rainy Tuesday night, in the right place. Առավոտյան ժամը 7-ն է, Լուսինեն արդեն այգում է։ Յոգա, արևի ջերմություն, արևի էներգիա եւ թարմություն։ Ահա այսպես են ասում իր օրը, սակայն ոչ բոլորն են այսպես ասում իրենց օրերը։ Այժմ Լուսինեն դպրոցում է, պատրաստվում է դասապրոցեսին, զրուցում է ընկերների հետ։ Իսկ թե որտեղ է մեր Նարեկը, այժմ կփորձենք պարզել։ Սա մեր խնդիրն է, ով կարող է այստեղ խմբագրումներ անել։ Լուսինե ջան կանգնի։ Այս խնդիրն է, հիմա ով կարող է գալ։ Նարեկ։ One way or another, I'm gonna find you. I'm gonna get you. One way or another, I'm gonna win you. I'm gonna get you. One way or another, I'm gonna see you. I wanna meet you one day. Այժմ չենք հասկանում, Նարեկը քնած է, թե արթուն։ Ընդհանրապես չունի էներգիա, ոչինչի պատրաստ չէ, չի կարողանում կատարել իրեն հանձնարարված առաջադրանքը։ Երբեմն մեր հետաքրքրությունն ու պատրաստվածությունն են որոշում, թե ինչպիսի օր կունենանք եւ ինչպիսի արդյունքներ կգրանցենք։ Հենց սա էլ մեզ ստիպում է խորհել, ինչն է տարբերակում Լուսինեին Նարեկից։ I'm living on an endless road around the world for rock and roll. Sometimes it feels so tough, but I still ain't had enough. Feeling alright in the noise of the light, but that's what lights my fire. Hellraiser in the thunder and heat. To all the days we were together, to all the time we were apart of each other's lives, heart to heart. And so I had a late arrival, so we never saw the start of each other's lives. Bide my time, wearing a warning sign. Wait till the world is
should see me in a crowd. I'm gonna run, there's nothing to help. Watch me make 'em bow. One bite, one bite, one bite, one bite. You should see me in a crowd. Your silence is my favorite sound. Watch me make 'em bow. Այժմ Լուսինեն տանն է, կատարել է իր տնային հանձնարարությունները և գիրք է կարդում։ Նրան հանկարծակի նամակ է գալիս և նա առաջին անգամ բացում է համակարգիչը, ցույց տալով, որ կարելի է լինել կիբերսպորտսմեն առանց համակարգչային կախվածության։ Այսպիսով, ինքնատիրապետումը և պատրաստվածությունը կարող են ցույց տալ երկու տարբեր ուղիներ թվային աշխարհում։ Generals gathered in their masses, just like witches at black masses. Evil minds that plot destruction, sorcerer of death construction. In the fields of bodies burning, as the war machine keeps turning, death and hatred to mankind, poisoning their brainwashed mind. Այսօր մենք ականատես եղանք երկու տարբեր մոտեցումների թվային աշխարհում։ Լուսինեն կարողացավ համատեղել պատասխանատվությունն ու հետաքրքրությունը լիարժեք օգտագործելով իր ժամանակը։ Իսկ Նարեկը կենտրոնացավ խաղերի մեջ, կորցնելով վերահսկողությունն ու պատասխանատվությունը իր առօրյայի նկատմամբ։ Այսօր կարելի է եզրակացնել, որ կիբերսպորտը կարող է լինել հետաքրքրություն, զարգացման և հասունության միջոց, եթե այն դրսևորվի գիտակցված կերպով։ Իսկ համակարգչային կախվածությունը, անտարբերությունը և պատասխանատվության բացակայությունը կարող են շեղել իրականությունից և առողջ կյանքից։ Երկու երիտասարդ, երկու ուղի, մեկ դաս։ Հետաքրքրությունը պետք է ծառայի քեզ, այլ ոչ թե դու հետաքրքրությանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Ես հաղորդավարն էի, իսկ սա մեր այսօրվա ռեպորտաժն էր։